Տիկին Գևորգյան, դուք որպես Պայեստազորի փոխգնդապետ, ուզում եմ ձեր կարծիքը իմանալ այս հարցի վերաբերյալ։ Երեկ լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հիվանդ երեխային, տղային տանում են ծառայության ու առանց նախազգուշացնելու, վայրկյանական տանում են ծառայության։ Այս մասով ինչ կասեք, արդյոք նախկինում էլ էր այդպես, որ հիվանդ տղային առանց բուժսունություն անցկացնելու, առանց նրան տեղյակ պահելու այդ մասին, միանգամից վերցնեն ու տանեն բանակ։ Շատ լավ հարց տվեցիք, շատ այսօրվա դրությամբ ամենաթեժ հարցերից է։ Ես չեմ ասում նախկինում իբրալ է եղել, լավ է եղել, նախկինում էլ է եղել իրենց թերություններ, բայց սենց բան չի եղել։ Մի հարց տամ, այդ նույն զինկոմին, եթե չեմ սխալվում, ասին Արտաշատի զինկոմիսարիատն է, եթե նույն համացանցում գցած նյութի մասն էր խոսքը, Արտաշատի մի հարց տամ, Արտաշատի զինկոմ կոչեցյալ, դուք հո լակոտին այտենց կզորակոչեիր կտանեիր առանց ստուգման, իսկ գնել Սանոսյանի լակոտին խի չեք տանում, լուլու կոչեցյալ երեխուն չեք տանում, ասում է իմ տղան ազատվեց բանակից առանց խառնվել միջնորդել, գնել Սանոսյան, ասում եմ տղան ազատվել է, որտեղ ինքը ֆուտբոլիստ է եւ ունի սրտի խնդիր, պարոն Սանոսյան, եթե ֆուտբոլիստ է ունի սրտի խնդիր, այդ ֆուտբոլ կարում է խաղա, ոչ չի կարում կանգնի, իդեպ ասում Պապիկյանի համար միևնույնն է, ասում են ներքին հրամանք է, հիվանդ թոփալ, քոր եւ այլն քիչ կոպիտ արտահայտվեցի շորթական լեզվով բոլորին զորակոչեն բանակ, որովհետեւ քանակը չեն կարողանում ապահովել, որովհետեւ դրա համար է վարժական հավաքները անդադ վարժական հավաքներն են ինչքան են արդեն պայստազորում գտնվող անձինք կան, որ պետք է իրանք չգնան, իրանք բոլորին կանչում են վարժական հավաքների։ Այդ մեկը չկա ասել, հարց դա ոնց է ձեր ՔՊ երեխեքը ազատվում են, չգիտես ինչի վանդություն, թե բոլորը ուղեղից թոփալ են։ Թե որ ձեր պապաները թռած են բանակից, իրենց լակոտներին էլ են ազատում։ Մի հատ ՔՊ երեխեք ցույց տվեք, որ գնացնեն բանակ ծառայելու, մեկին ցույց տվեք։ Անայդ Ավանեսյանի որդին էլ վերադարձել է բանակից։ Ասում են, խի այդքան շուտ տարիքեսի տական գա, ասում են։ Իսկ որտեղ ծառայեց եւ կալ գուցե զորակոչվելա հետո բերել են։ Իմ տեղեկություններով այլ տեղեկությունա, որ զորակոչվելա հետո հայտնվել է հոսպիտալում։ Ես օդում կախված լուրերի համաձայն եմ ձեզ ասում։ Այդ ինչի այդ Պապիկյան այդ հրաման ինքն է ստորագրում, չի տեսնում լակոտներին է ստորագրում, ազատման հրամանները բանակից զինված ուժերից առողջական վիճակից ստորագրում է Պաշտպանության նախարարը, ինքը չի տեսնում, իրան չեն զեկուցում, անուններն այնտեղ գրած, հենց իմենը լուլուի կոչեցյալի թուրքի երեխեն ազատվեց, խի ձեր ընտրած սահմաններն ուղարկեք ձեր պապաների մոտ կգնան լավ էլ իրար պապիկները կբարևեն թուրներին, գնել Սանոսյանի լակոտը կարա ֆուտբոլ խաղա, բայց չի կարա գնա բանակում ծառայում լակոտից է լավը Ում երեխուց է լավը, այն որ չարքյաշ կյանքով ապրում են, այն որ քրտնաջան աշխատում են այդ ծնող երեխին կարա գնա պոստ պայի, հիվանդ երեխին կարա գնա պոստ պայի, բայց դրանց լակոտները չեն կարա գնան։ Հիվանդ մայր ունեցողն էլ կարա գնա պոստ պայի, որ խնամակալ չունի ու իրար որդին է։ Այո, Աստծուց իրանք ստանան, իրանց դատաստանը, իրանք չեն քաշելու, իրանց ընտանիքի անդամներն են այս ամենը քաշելու, եւ ոչ թե ռազմական նախկին այդ գաճաճը ոչ թե պետքա մարդկանց ուղարկի իր ռազմական ոստիկանության լնգուլ լավազնեն ուղարկի քաղաքացիների տուն, որ ասեն դու քիչ ես ներկայանում, երբ որ քեզ ցանցագիր են տալի, որ ընդհանրապես ռազմական ոստիկանություն գործ ունի քաղաքացու հետ։ Միջև անձը չզորակոչվի զինված ուժեր, ոչ մի ռազմական ոստիկանության լնգուլ լավազ իրավունք չունի զբաղվի այդ գործով։ Տիկին Գևորգյան, դուք խոսեցիք ռազմական ոստիկանության պետից, հա, նա վերջերս ազատման դիմում է գրել եւ նրա փոխարեն այժմ ոստիկանապետ, նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն է։ Ինչ եք կարծում, Արամ Հովհաննիսյանը այս խառը, այսպես ասած, իրավիճակը ներքին կկարողանա ինչ-որ կերպ կարգավորել, թե ոչ։ Անկեղծ ասեմ, որպես անձ ճանաչում եմ, որպես անձ շատ լավ մարդ է, բայց որպես ռազմական ոստիկանության գծով, որպես վարչության պետ, գուցե դժվարանա, որտեղ ներքին գործերը եւ ռազմական ոստիկանությունը տարբեր համար, իհարկե ընդհանուր ոստիկանությունը, բայց իրանք տարբեր են, իրանց կառուցվածքով իրանք տարբեր են, այստեղ։ Նայել է մարդկանց ուղարկելու քաղաքացիների հետևից ձեզ։ Ես կարծում եմ, չէ, նո եթե Պապիկյանի հրահանգները չկատարի, իսկ Աշոտ Զաքարյան կոչեցյալը ինքան զակազներ էր անում։ Այդ մի զակազն իր վրա եղավ, բաբու կյանքը բումերանգ է, ես միշտ ասել եմ ու էլի կկրկնեմ առանց հոգնելու։
տղա ջան, անենց հարա, որ գնաս նստես ռեստորանի դրան դեմը, գոնե քեզ գործ տան, երկես, մի ռուբլի գցեն դեմդ երկես, կարող իհարկե ինքանա դիզել ինքը, նույն ինքը չծառայած, իր լակոտները չծառայած, ինքը գնում է չծառայածների հետևից։ ՔՊ-ի ներկա Անդոնի, գնացեք Անդոնի տղու հետևից, բարձրակարգ խելք ունեցող տղայի հետևից գնացեք, եթե դուխներդ կների այդքան։ Գնացեք իրանց հետևից, ոչ թե լնգու լավազների ուղարկի գեներալիտետի դաչաները նկարեն, ամբողջ համացանցով գցելու եմ, ովքեր են գնացել անօրինական Կարապետյանի դաչան նկարել, ովքեր են գնացել տունը նկարել, ովքեր են ծանոթագիր ուղարկել, այսենց հերթով գցելու եմ, որ ժողովուրդը տեսնի, ովքեր են եղել Զաքարյան Աշոտի շիստյոր կեքը։ Մի հատ է Մխիթարյան կոմոն այնտեղ մի եթիմի մեկը մի շիստյոր կա, որը նստած նայում է, թե ես ինչ եմ խոսում, որ Պապիկյանին հաճանա, կոմո շարունակի հաճանալը Պապիկյանին, քո ընտանիքին եմ հիմա անդրադառնալու։ Շնորհակալ եմ։